Ուրեմն միջև ընտրական ցիկլի մեկնարկը բոլոր ընդդիմադիր ուժերը պիտի կարողանան հասնել այնպիսի մի հանգրվանի, որպեսզի երկրում քաղ կալանավորներ չլինեն։ Որտեվ եթե երկրում կան քաղ բանտարկյալներ, օրինական մրցակցային ընտրությունների հեռանկարը վտանգված է։ Չի կարող, սա ակսիոմա է քաղաքական, չեն կարող երկրում լինել քաղ բանտարկյալներ, միաժամանակ բոլորս ձև տանք, որ ոչինչ այս երկրում չի կատարվում, ռեպրեսիաներ չկան, հետապնդումներ չկան եւ ուղիղ զվարթ գնանք խորհրդարանական ընտրությունների, որտեղ տեսեք, եթե հայացք ունենալու համար, տարբերվող խոսք ունենալու համար, օֆիցիոզից տարբեր դիրքորոշում ունենալու համար մարդիկ հայտնվում են անազատության մեջ, հասարակ քաղաքացին չի գալու ընդդիմադիր հավաքների նախընտրական փուլում նույնիսկ, որտեղ առնվազն աշխատանքից հեռացվելու կամ հետապնդման ենթարկվելու վտանգ է ունենալու։ Ուրեմն քաղ բանտարկյալների ազատ արձակումը ոչ միայն հումանիստական խնդիր է, եւ որ մենք որպես ընդդիմություն, որպես դեմոկրատիային ձգտող ուժեր դի հետամուտ լինենք այդ հումանիստական խնդրի լուծմանը, սա էլ իր հերթին, այլ նաեւ քաղաքական խնդիր է քաղ բանտարկյալների ազատ արձակման հարցը։ Ընտրությունների օրինականությունն ու մրցակցայնությունը երաշխավորելու խնդիր է։